Ռեստավրատորները նվիրարներ են։ Ռեստավրացիան դա ուղղակի ձեռքի աշխատանք չի։ Ռեստավրացիան հիմա շատ լուրջ գիտական ուղղություն է։ Տեսեք, ես քիմիկոս եմ, մեզ մոտ աշխատում են կենսաբաններ, մենք շատ հաճախ դիմում ենք նաև ֆիզիկոսներին, ասենք կոնկրետ հիմա աշխատում ենք կաշվի մասնագետների հետ, որոնք դրսում են։ Ձեռագիրը, երբ որ գալիս է վերականգնողի ռեստավրատորի մոտ, նա ունի բազմաթիվ խնդիրներ եւ մի ձեռագրի խնդիրը նման չի մյուս ձեռագրի խնդրին։ Ձեռագրերը ունեն բամբակակալման խնդիր, այսինքն երբ որ արդեն թուղթը մեծ մասամբ դեստրուկցիայի է ենթարկվում եւ այսպես բամբակի նման են դառնում միջնադարյան կաշիները, որոնք արդեն ժամանակի ընթացքում չորանում են եւ քանի որ մեր գերխնդիրն է պահպանել ձեռագրի պատմական տեսքը, ապա այդ կաշիների ուրեմն փափկեցումը եւ պահպանումը դա էլ շատ կարևոր խնդիր է, որ պետք է անել անպայման եւ դա կարող են անել միայն մարդիկ, որոնք տեղյակ են, որտեղ դա գիտություն է, դա ուղղակի պրակտիկայի ու գիտության, այսպես ասած, միասնությունն է։ Առաջի փուլը, որ պետք է անհրաժեշտ է ցանկացած նյութի, որ գալիս է մատենադարան, անցնի ախտահանման փուլը, հետո ուրեմն աշխատում են կենսաբանները, որոնք ստուգում են արդյոք նյութը ունի պարունակում է մեջը սնկային հիվանդություն, կան սնկերի սպորեր թե ոչ։ Երրորդ փուլը արդեն մեխանիկական մաքրումն է, փոշ է հանում, ասենք մոմերի լաքաներ, բծերը հեռացում, ուրիշ անհայտ բծեր են շատ հաճախ լինում, դե կենցաղային, այսպես ասած, բծեր են լինում։ Ձեռագիրը պետք է լինի պահպանվի 18-ից 20 աստիճան ջերմաստիճանում եւ 55-ից 60% խոնավություն պետք է լինի, բայց միշտ չի որ պահպանվում, ոչ թե մատենադարանում, այլ ընդհանրապես մարդիկ պահում են նկուղներում, խոնավ տեղերում եւ այլն եւ առաջանում են շատ լուրջ խնդիրներ, այսինքն թանաքները ակտիվանում են եւ առաջանում է թթվային կոռոզիա, թանաքների թթվային կոռոզիան, որը բերում է անդարդելի քայքայման։ Մեր ձեռագրերը շատ նման են մարդկանց։ Եթե մարդ ինչ-որ մի բանով հիվանդանում է, անպայման բժիշկը պետք է իմանա, թե զուգորդված, ասենք, էլ ինչ ուրիշ հիվանդություններ կան, չէ՞։ Նույն բանը տեղի ունենում, ասենք, ձեռագրերի կամ գրքերի հետ։ Երբ որ դու գիտակցում ես, որ դու փրկել ես մի էջ թեկուզ մշակութային արժեք, դա շատ մեծ հաճելի զգացմունք է։